Այսօր Աստծո օգնությամբ պիտի խոսենք Լավոդիկեի եկեղեցի։ Լավոդիկեի եկեղեցի հարուստ, բայց աղքատ եկեղեցի։ Պատկամը գուկամեզի հայտնություն Հովանու 3-րդ կուփուն 14-րդ համարեն սկսյալ մինչև 22-րդ համարը։ Եվ Լավոդիկեի մեջ եղած եկեղեցին հրեշտակին քրե, այսպես կսե ամենը, հավատարիմ ու ճշմարիտ վգան, Աստուծո արարածներուն սկիզբը, գիտեմ քու գործերդ, որ ոչ բաղ ես ու ոչ տակ, երանի թե բաղը լայր կամ տակ, ուստի թում որ քաղց ես ու ոչ տակ, ոչ բաղ, քեզ բերնես դուրս փսխելու վրայում, քանզի գսես, ես հարուստ եմ ու մեծա եւ բանի մգարոտ չեմ, բայց չես գիտեր թե դու խեղճ ու դժվարական ես եւ աղքատ գույր ու մերկ։ Ես քեզի խորհուրդ կտամ իզմե գրագի մեջ փորձված ոսկի ծախ ու ար, որբեսի հարստանաս ու ջերմակ հանդերձներ, որբեսի հագնիս, որբեսի քո ամոթալի մերգությունը չերևնա եւ աչքերու թեղ դիր, որբեսի տեսնես։ Ես իմ ամեն սիրածս կհանդիմանեմ ու կխրադեմ, ուստի նախանցախնդիր եղիր ու ապաշխարե։ Ահա ես դուրը գայներ եմ ու գզարնեմ։ Եթե մեկի իմ ցայնս լսե ու դուրը փանա, անոր կոր պիտի մտնեմ եւ անոր հետ ընտրիկ պիտի անեմ։ Անալ ինձի հետ։ Ան որ կհաղթե ինձի հետ իմ աթորս պիտի նստի, ինչպես ես ալ հաղթեցի ու իմ հորս հետ անոր աթորը նստա։ Ան որ ագան չունի թող լսե, թե հոգին ինչ կսե եկեղեցին։ Սիրելիներ, պատկամս պիտի փորձեմ ներկայացնել ամփոփ կերպով, երբեք պիտի չի անդրադառնամ Լավոդիկեի եկեղեցվո պատմականին, երբեք պիտի չի անդրադառնամ ենթահողին, նոր մանավանդ նոր գդագարանի մեջ մեկ անգամ Լավոդիկե եկեղեցվո մասին շատ հագիչ կերպով մեկ նախատասություն կա, երբեք այդ բոլորին պիտի չի անդրադառնամ, այլ պիտի փորձեմ սիրելիներ քարոզը շեշտադրել Լավոդիկեի եկեղեցվո հիվանդության եւ անոր հիվանդության հետևանքներուն մասին, որ այս հիվանդությունը ինչպիսի հետևանքներ հարաճ կբերե, որովհետեւ սիրելիներ Լավոդիկեի եկեղեցվո եկած պատկամը ամոթալի է, ողբերգական է, շատ ցավալի է, երբեք Տերոջը հաճելի չէ, նամանավանդ որ Հիսուս Քրիստոս Լավոդիկեի եկեղեցվո ձանր ոճով կխոսի, երբ կսե քեզ իմ բերնես դուրս փսխելու վրա։ Մենք պիտի նայենք այս եկեղեցվո հիվանդության, բայց բզդիկ ասպես թե եւ բժիշկ չեմ, բայց բժշկական բզդիկ օրինակ մցեցի պիտի ներկայացնեմ քաղցկեղի բարական, կանսերը։ Երբ մեկումը մարմինի մեջ ուռուցք հայտնաբերվի, բժշկությունը իր գարելին գնե, եւ ապա քիմիա գսրսկե կամ ջարակայք կնե։ Ես այս մեկի շատ տեսած եմ հալերի մեջ նամանավանդ, երբ որ մայրս քաղցկեղ ունեցավ, ոնց որ մեր մաշկին վրա այդ բոլոր փուլերը ապրեցան։ Եվ մայրս բժիշկին ասավ, որ բժիշկը հավատացյալ էր, դոկտորը սա ինձի քիմիա պիտի դաս, բայց սա ինձի ցուցումի քաղցկեղի հիվանդ, որ քիմիայով բուժված է։ Վերջը ինձի համոզեց, ես մորս համոզեցի, մայրս քիմիան արավ, բայց քիմիան չի բուժեր քաղցկեղը։ Ուռուցքը կփորձե սեղմել, մարեցնել, բայց մինչև այսօր դակավին բժշկությունը չէ կդած այս հիվանդության պատճառը, չի կարող կանխարգելել, ինչն է պատճառը, որ այս հիվանդությունը մարդու մարմնի մեջ կառաջանա եւ բժշկությունը այդ մեկը կանխարգելե կամ արմատախիլ անել, դակավին բժշկական գիտությունը այդ մեկը կփորձե։ Ինչու այս օրինակը ներկայացուցի, որովհետև պիտի ներկայացնեմ այս եկեղեցվո, Լավոդիկե եկեղեցվո ախտի պատճառները։ Եվ ապա ճիշտը պիտի ներկայացնեմ ախտին հետևանքները։ Ինչպես յոթը եկեղեցիները իր
պատկամի հատուկ ոճ ունի, որ Հիսուս Քրիստոս ամեն անգամ, ամեն մեկ եկեղեցու երբ ուզե իր պատկամը փոխանցել, նախքան եկեղեցին հիշեցնե, թե ով է Հիսուս, ինչպիսի անձնավորություն է Հիսուս, եւ ուզե եկեղեցին վստահեցնել, որ այս պատկամը ցեզի եկած է ոչ թե Հովհաննեսեն, Հովհաննես Արաքյալեն չէ եկած, Հովհաննես Արաքյալը պատկամը փոխանցողն է, պատկամը եկած է Հիսուս Քրիստոսեն իր Սուրբ Հոգին միջոցով։ Եվ ասիկա սիրելիներ, քարոզ ունգընտրողներուն համար շատ կարևոր է, եթե գուզես օրհնվին, շատ քարոզիչով մի հետաքրքրվիր։ Ես ալ մարդ եմ, դգարություններով բաշարված եմ, մեկ խոսքով ես ալ մեղավոր եմ։ Բայց կփորձեմ լավագույնս անել եւ Քրիստոսի խոսքը փոխանցել իմ հնարավորությանս, նույնպես ասիրելիներ Քրիստոս այս եկեղեցիներուն գուզե ներկայացնել եւ ասել իմ խոսքս լսեցեք, ինձի ջանցեք, տեսեք ինձի ես ինչպես որ եմ։ Մենք բավականին նայեցանք, թե Հիսուս Քրիստոս երկնքի մեջ ով է, ինչպես գրագի փոցի պես աչքեր ունի, իր ոտքերը գրագի հնոցեն դուրս եկած բղինցի նման է, մազերը սպիտակ իր սրբությունը կներկայացնե, մեջքը արդարության կոդիմ ունի, եւ այս եկեղեցու Տեր Հիսուս Քրիստոս ինքնին կներկայացնե եւ գսե այսպես գսե ամեն որ մենք հաջող մեր աղոթներու մեջ, մեր պաշտամունքներու մեջ գսենք ամեն։ Ամեն բառը եբրայերեն բառն է, ամենը շատ հատուկ գրոնական բառն է, մենք առօրյայի մեջ չենք գործածել, բարձրապես հավատացյալները եւ իրարու հետ կլան, եւ որոշ հոգեվոր ճշմարտության մասին խոսենք, մենք իրարու ամեն գսենք, բայց շուգայի մեջ, քիդական մարզի մեջ, մարզական, բժշկական մարզի մեջ ամեն բառը չի գործածվի։ Ամեն բառը կնշանակե համաձայն է քու խոսքիդ, քու խոսքը վավերական է եւ ընդունելի է։ Ամեն բառը գրոնական ասպեկտի մեջ կնշանակե, որ Աստված համաձայն է, վավերացուցած է այս խոսքը։ Եվ երբ որ Հիսուս գսե այսպես գսե ամենը, այսինքն Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը վավերացված է երկինքեն, համաձայն է Տեր Աստված այս խոսքին։ Մանավանդ այս բառը իր ամենահզոր հոմանիշը ունի, որ մեզի գուկա Հովաննու աբեդարանի մեջ, երբ Տեր Հիսուս Քրիստոս գսե ճշմարիտ գսեմ ցեզի, այն որ որդուն գահավատա հավիտենական կյանքուն։ Ճիշտ նույնն է, գարկ թարգմանություններու մեջ եկած է, որ գսե ամենը գսե Քրիստոսի անձնավորության մասին։ Ըստ 7 եկեղեցիներու պատկամին ոճին, որ Հիսուս Քրիստոս իր հատուկ ոճ ունի այս 7 եկեղեցիները ներկայացնելու, այս եկեղեցու կներկայացնե իր վիճակը։ Եվ այս եկեղեցու գսե թե դու ոչ սարն ես, ոչ ալ դարքն ես, դու քաղց ես, գոլ գսեն, չէ, արևելահայերենի մեջ գոլ գսեն։ Այս արտահայտությունը Լավոդիկեի եկեղեցու, Լավոդիկե քաղաքի մեջ բնակող հավատացյալներուն շատ հասկանալի է, ընդունելի է։ Շատ ամփոփ կերպով ասեմ, իրենք շատ բացառիկ հանքային ջուրեր ունեն, հանքային ջուրի ագեր ունեն, հանքային ջուրը երբ որ դակ է, իր ջերմությունը բահած է, բուժիչ է, աղբյուրի ջուրը երբ որ սարն է, հաճելի է, փափակելի է, ծարավի, իսկ երբ որ ջուրը քաղց է, երբեք փափակելի չէ։ Մենք կրնանք տակ ջուր խմել, մենք կրնանք սարը ջուր խմել, կփափակենք, բայց քաղց ջուրը զզվելի է, փափակելի չէ։
Եվ Հիսուս Քրիստոս կսե, դու ինձի համար ոչ դակն ես, ոչ բաղն ես։ Դու իմ ստամոքսիս մեջ ընդունելի չես։ Այս վիճակով ես քեզ չեմ լեռնալ հանդուրժել, եթե այս վիճակի մեջ մնաս, ես քեզի իմ բեռնես դուրս փսխելու վրա եմ։ Եվ այս օրինակը սիրելիներ, ես կգործեմ ամեն քսալ ապրած եմ։ Ես չեմ գործել գա մեկը, որ արեմդայերենով կսեն իր սիրտը չէ խառնված։ Ամեն քսալ մի օր պատահել է, որ մենք հետ տված ենք։ Եվ ադիգա սիրելիներ դքեղ է, զզվելի է, լավ է, որ հետ տվել ենք մեր մարմինեն դուրս ելած է, որովհետև ստամոքսը չէ ընդունած, փոխանակ թույնի վերածվելու մարմինը այդ մեկը դուրս կուտա, բայց Հիսուս այս օրինակը գործած է ոչ թե բժշկություն ներկայացնելու, այլ եկեղեցու եւ հավատացյալի վիճակը ներկայացնելու, որ չլա թե մեր վիճակը հասնի այդ վիճակին, որ մեզ Հիսուս Քրիստոս իր անցեն, իր եկեղեցին դուրս հանե։ Այս եկեղեցին սիրելիներ, նախքան պատկամը Հիսուս Քրիստոսեն, ինքը իր վիճակը չեր ընդունած։ Միայն Հիսուս Քրիստոս կրնալ այս եկեղեցին իր վիճակը ներկայացնել։ Որովհետև այս եկեղեցին, տեսեք այս պատկամի մեջ հատուկ ոչ մգա, ինքը գսեր, եկեղեցին գսեր, ես հարուստ եմ, ես մեծա, ես բանիմը գարուտ չեմ։ Հաբա ինչն էր այս եկեղեցու բագասը։ Եթե այսօր եկեղեցիմը ֆինանսական գարիք չունի, եթե այսօր եկեղեցիմը մեծ ստիվ ունի, եթե այսօր եկեղեցիմը չիդություն ունի, ուր է բագասը։ Մենք ինչ պիտի ասենք, օրհնված են, մեծացած են, ֆինանսապես լավ են, ուրեմն լավն է։ Ինչն է բագասը, ուր է խնդիրը, ուր է այս եկեղեցվո խնդիրը։ Եթե այսօրվա պատկամին փամ ու գուզեմ ներկայացնել սիրելիներ հետևյալներ։ Այս եկեղեցին ինքզինքին գնայեր իր աչքերով։ Իսկ Հիսուս Լավոտիկեի նայեցավ Հիսուսի աչքերով։ Մենք մեզ ինչպես կտեսնենք, Հիսուս մեզի ինչպես կտեսնե։ Շատ մեծ է տարբերություն։ Գրնա ըլլալ, որ մենք ինքնախապեյության մեջ ենք, գրնա ըլլալ, որ մենք դքիդության մեջ ենք, եւ Հիսուս այս վիճակը կներկայացնի։ Այս եկեղեցու մեջ կա երկու նայվածք։ Եկեղեցու նայվածքը, Քրիստոսի նայվածքը, եւ արդյունքում հագապատկեր է։ Վաու, խնդիրը հոս է։ Լրիվ հագապատկեր արդյունք մգա Քրիստոսի պատճառով, Քրիստոսի նայվածքով։ Այս պատճառով է, որ Հիսուս կսե, այսպես կսե ամենը։ Այսինքն Տեր Հիսուս Քրիստոս կսե, ես քեզի ինչ որ գսեմ հաստատուն է, թեև քու աչքերուդ, քու մտքիդ, քու նայվածքիդ, քու իրավիճակիդ ես հագաբատկերը պիտի խոսեմ։ Ընդունել իմ պատկամս, որովհետև ես քեզի ճշմարտությունն է, որ կխոսեմ։ Արդյոք ինչպես այս եկեղեցին հասավ այս վիճակին, ինչպես հասավ քաղցության եւ այդ տվյալները, որ Հիսուս Քրիստոս կսե։ Եվ սիրելիներ, հավատացյալը սկսի իր հաջողությունը իր անձին վերակրել։ Այսինքն
Ես ծառայող եմ, աշխատանքի մեջ եմ, ես նվիրյալ եմ, իմ ժամանակս, իմ առօրյայս ես նվիրում եմ եկեղեցվո, Քրիստոսի։ Այո, սիրելիներ, աշխատանքը և նվիրումը բادر է, բայց մեր աշխատանքը և ծառայությունը, սիրելիներ, լինելու է ծառայի հոգիով։ Հիսուս սկսե, երբ դուք բոլոր ձեզի հրամայվածը ընեք, ասեք, թե մենք անբիդան ծառաներ ենք, ինչ որ բարձրական էինք ընելու, զայներ ենք։ Այսինքն մեր բոլոր ծառայության բսակը մեր ծառայելն է։ Արագածի մեջ ինչ կսե Սողոմոնի մասնում, քու բոլոր սրտովը Տերոջը ապավին է, և քու իմաստությանդ մի վստահիր։ Ապա կշարունակե գսե Տերոջը հասնեք ու ճամփատ և քու խորհուրդներդ պիտի կատարվի։ Իսկ Հակոբոս առաքյալ գսե, ամեն բարի դուք և կատարյալ բարգետ բերեն լուսո հոր մենգիչն է, որում մեջ եք փոփոխություն մգամ դառնալու շուտ մը չկա։ Այո, հավատացյալները բարգև ունենալու են և ամեն մեկ հավատացյալ իր մեկ յուրահատուկ բարգև ունի, իր մեկ յուրահատուկ օրհնությունը ունի, որով կծառայի Քրիստոսի եկեղեցու մարմինին, բայց այդ բարգևը, այդ օրհնությունը անհատը երբեք մոռնալու չէ, որ անիկա իրեն դերոճմեն եկած։ Ես նախքան ապաշխարելս 16 տարեկան էի, ասիկան նոր գրսեք, թաշնակցական գուսակցության բադանիներեն էի։ Եվ հոնդեղ իզմեղ ընտրվեցավ մեր այդ խմպագի մեջը, անունն ալ Փոթորիկ էր, ամեն վատ կբարձենար Փոթորիկ խումպով, և իզմեղ ընտրվեցավ, որ ես տասախոսություն ներկայացեմ։ Մեջը խումպապետը ինձի իսա, Հագոբ, անգամն ալ տասախոսություն մի ներկայացեմ։ Էսի քուգդ չէ, մենք կսենք խարջդ չէ, ասի քու կարողությունը չէ։ Չունեի կարողություն։ Ապաշխարեցի։ Փոթորիկեն դուրսիլա։ Եվ իմ հոգևոր եղբայրներս, երեսներս ինձ իսին Հագոբ, Տերոջ առջև զոնգի եկուր։ 17 տարեկան էի, և իմ հոգևոր կյանքս սկսած զոնգերուս վրա։ Առաջի անգամ Հայաստան եկած ենք 99-ին Զարգացոր քրողներու հյուրանոցն էինք։ Այնպես մի եղավ, ասին եղբայր Հակոբ, ելիր ծեր ծառայությունը ներկայացուր, դուք հալելի մեջ ով եք, ինչ կանեք։ Բեյրութեն, Պարսկաստանեն, Անկրյայեն և Հայաստանեն 300 ատվովի կար։ Ես կարոզի չերա, երբ որ ներկայացուցի, համակումարը պատրաստող եղբորդիկինը կողս եղա, սա եղբայր Հակոբ Տերը օրհն է, բայց սա հստակ է, որ սա եթե չեմ սխալվում, տուն գանչված ես աբեդարան կարուսել։ Տեսեք տարբերությունը։ Հիմա օրինակ ինչու կերվի։ Սիրելիներ, եթե ես կարողանում եմ ձեզի պատկամը փոխանցել Աստուծո բարգև, ասի Հակոբինը չէ։ Եթե Տերը մեզի բարգևը շնորհքը տված է, սիրելիներ, մենք անիկա իր փառքին համար գործածել ենք եւ երբեք մոռնալու չենք, որ մենք ծառաներ ենք։ Մենք ծառաներ ենք։ Սիրելիներ, ծառան արժանիք մը չունի։ Ծառան փառք մը չունի։ Ծառան հարստություն մը չունի։ Իր դիրոջքով։ Մենք մեր անձին դերը չենք։ Առաքյալը գսե, դուք քնով ձախու առնվեցաք։ Դուք ձեր անձին դերը չեք։ Լավոթիկե եկեղեցին ինքզինքին գնայեր իր աչքերով,
որովհետև նյութականով գրնար օգալ իր գարիքները։ Մենք 96 թվականին 2000 թվական Հալեբի մեջ նոր եկեղեցասրահ արած էինք, շատ մեր կարողության են բերել, ինչպես այդ գումարը ֆինանսը պիտի ապահովենք, լուրջ տագնապի մեջ էինք, ամեն առավոտյան եղբայր Գարոն գիտեր, ես, Նազոն, Բաղդիգը, Արամայիսը, մեր եղբայրները, ու կային մեր աղոթարանը ձունգի, և գսենք ով դեր հոգա, ով դեր մեր գարիքները թունդեց։ Դերը մեզի ամոթով չի ծկեց։ 2000 թվականին ներս մտանք, 2001 այդ սեպտեմբեր 17-ին, որ Նյու Յորքի շենքերը զարնվավ, այդ օրերուն էր, այդ չապատն էր, ես հորտանան համակումարի կացեց։ Եմ հոնդեր գահանտիվին, հոգևոր հովիվի, որ բխոսի, եկեղեցա շենքի մը գարուցի մասին, 4 հարգանի մեծ բարձր եկեղեցի պիտի գարուցվի, մեկ հարգը եկեղեցի, մեկ հարգը քրատարան, մեկ հարգը ամենեն բերը բասկետ, մեկ հարգը քաֆե։ Վերջին մոդել արդիական եկեղեցի պիտի շենվի եւ լուրջ գումարի գարիքը կա 2001 թվական։ Հովիվը մգուկա իրեն գսե $1 միլիոն սեղանի վրա։ $1 միլիոն։ Լավ, գսե մեր եկեղեցու անունը գիտախենք։ Հունցքի եկեղեցին պիտի ըլլա full gospel, ամբողջական ավետարանի եկեղեցի։ Եղբորը ասի, այսինքն ասկանասի, թիրին է $1 միլիոն սեղանի վրա տնելը։ Սավաս եկեղեցին շատ է։ Մեծ գումար։ Ինչի համար կխոսի։ Արդյոք Սուրբ Հոգին թելադրեց։ Թե եկեղեցին կարողություն ունի։ Լավոթիկեի եկեղեցին գումար ուներ։ Շատ անդամներ ուներ։ Մարդու կարող չէր։ Այսինքն, եթե ճիշտ կմեկնաբանեմ, Լավոթիկեի եկեղեցին մնացյալ եկեղեցիներուն հետ չէր հաղորդակցել։ Թերևս պետք է միտքս բացատրեմ։ Այսօր աշխարհի վրա Քրիստոսի եկեղեցիներ կան, որ մեկ եկեղեցիի մեջ ջոխությունը գողորտի։ Բայց անտենուս եկեղեցվո մեջ բագասությունները շատ են։ Այդ ջող եկեղեցիները, հորդող եկեղեցիները երբեք չեն հետաքրքրվի, չեն հարցնել, չեն հաղորդակցի։ Այդ եկեղեցիներուն է, որոնք կարիք ունի։ Գուկա օրը գահանտիվիկ, ասի միսիոնարները փարսվածային կկարոզեն։ Դերմը շատ օգնություն կա, անընդհատ օգնություն կա։ Եվ դերմը շատ լուրջ բագասություն կա։ Եվ գսեն գուշտը անոթիում վիճայում չի հասկենա։ Անոնք այլ հավատացյալ են եղբայր են, Լավոթիկեի եկեղեցին այդպես չէր։ Բատկամի մեջ ասիկա կտեսնենք, այս եկեղեցու վիճակի մեջ իհայտ եկավ թե Լավոթիկեի եկեղեցու հովիվը եւ անդամները մնացյալ հավատացյալներուն եւ հովիվներուն նայելու գարիքը չունեին, ոչ այլ լսելու գարիքը ունեին։ Շատ բարձր եմ, դուք մեր հարանվանութենեն չեք, մենք մեր եկեղեցու անդամներուն դոկնենք, մենք մերիններով հետաքրքրված ենք։ Չեմ գիտեր սիրենել, ես դժվար վիճակի առջև եմ այսօր, բարձրապես, որ ցանկանում եմ ճշմարտությունը բացատրել, ինչպես Հիսուս պետք էր բացատրել։ Այս եկեղեցու հավատացյալները մնացյալ հավատացյալները չէին տեսնել, որովհետև սկսած էին Հիսուսին չտեսնել եւ չի լսել։ Հիսուսին տեսնողը եւ լսողը իր հավատացյալ եղբայրներուն կտեսնե եւ կլսե։
Մենք հալերի մեջ քրդական ծառայությանը սկսանք, իր դեսագի մեջ շատ նորեկ է, այդպիսի բան չէր եղած։ Եվ մեկ եղբոր ծանոթացանք, ինքը հալեպցի էր, քուրդ էր, փախստական ռեֆյուջի, հասած էր Նորվեգիա։ Հոն եկեղեցի կացեր է սպաղվելու, ժամանակ անցնելու, իրական քարց գաբ աշխարհ է։ Գուկա հալեպ, ասպես այլպես, աս քուրդ եղբայրներուն գտնե։ Եվ գզարմանա։ Իսկ ես Եվրոպայի մեջ, Լուրոնիմ, Հոլանդայի մեջ, Գերմանիայի մեջ, մեսի պես քուրդեր գար աբաշխարած էին, բայց կսե հալեպ իմ քաղաքս, իմ հարազատներս, բարեկամներս, կսե որ դուք դարձի եկերեք, ասիկա մեզի համար շատ նորույթ էր։ Դեր օրն է, այն ժամանակ, ասի 2008-9 պիտի ըլլա, ակտիվերուն էր։ Նորվեգիայի եկեղեցի են նվեր դրում։ Սա վասիկացել ծառայության նվեր է, եղբայրին կանցապահին դվի, սի շնորհակալության նամակ է գրել, հիմա քուրդեր ասես խանդավառված, շատ համեստ ժողովուրդ էր, սին որ եղբայրակով ինչ պիտի անենք, ստրամ ինչպես պիտի գործածենք, շատ հետաքրքիր պահեր ունեցա, տեսեք ասի, ասի բրգողները ասի քուրդ չեն, ոչ ասի սուրիացի, ասի նորվեգիացի են, և քուրդ չեն, եվրոպացի են, սա եղբայրակով ինչս են դուշես, ուր պիտի հասնես մեզ իրեն, ասի աստ կումարին դասանորդը թուրս պիտի հանենք, մենք արեսի դալը պիտի սորվինք, սա ինչպես, ասի ես լսել եմ Նորվեգիայի եկեղեցին Եթովպիայի Էսյուպիա հադաշ, Եթովպիայի գարիքավորներուն կօգնեն, ասի մենք ալ օգնենք, մեզի եկած նվերներ են թուրս հանենք, անոր համար սիրելին են, աս սիրո գրեչկան հոնդեն եկած թուրս հանենք, դերը մեզի դա և մենք մեր եկեղեցի են թուրս ընձաներն և եղբայրները ուղարկենք։ Կրնակ երևակայել հալելի քուրդերը Ապրիգեի, Եթովպիայի գարիքավորներուն նվեր գրգեցին, որովհետև գլսեին Հիսուսին, սիրելիներ Հիսուսը տեսնենք, Հիսուսին լսենք, Սամարացիին, Փյունիգեցիին ալ բժշկեց, օրհնեց։ Սիրելիներ, Լավոդիկե եկեղեցվո առանցքը, որուն շուրջ բոլոր պատկամը գտարնա, որ Քրիստոս մեզի ինչպես կտեսնե։ Ոչ թե մենք իրարում ինչպես կտեսնենք, ոչ թե ես ինձ ինքս ինչպես կտեսնեմ, Քրիստոս ինձ ինչպես կտեսնե։ Լավոդիկեի եկեղեցին չէր գիտեր, որ ինք խեղճ ու դժվարական էր։ Թագավորական բալադին մեջ էր, բայց թագավորը ներկա չէր։ Աս եկեղեցու մեջ Հիսուս չի գար։ Քրիստոսի մարմինն էր, բայց Քրիստոսի գլուխը հոն չէր։ Լավոդիկեի եկեղեցին աղքատ եկեղեցի էր, Հիսուս կսետուն աղքատ ես, որովհետև հոգևոր հարստություն չուներ։ Պողոս Արաքյան գսե Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնագի արադավես։ Ես այս համարին արաբերենի շատ կսինեմ, որ գսե ֆելյեսկոն կալիմետ ռապֆիկոն բիղինը հարստությունով։ Թող Քրիստոսի խոսքը ձեր մեջ ջոխությունով բնագի։ Լավոդիկեի եկեղեցի մեծ եկեղեցի է, բայց չէր գիտեր, թե ինքը խեղճ է, որովհետև գսեր ես մեծա։ Սիրելիներ քրիստոնեական մեծությունը խոնարհությունն է։
ամեն մի հավատացյալի մեջ դեսնվելու է Քրիստոսի խոնարհության, Քրիստոսի ծառայի նկարագիրը։ Լավոդիկեի եկեղեցին չէր գիտեր, որ ինքը մերկ էր։ Քրիստոսի եւ քրիստոնեության եկեղեցվո փառքը եւ գեղեցկությունը, ինչ որ մեր եկեղեցվո նշանաբանն է, առաջին օրենի վերդսի եւ շատ կսնեմ եւ պիտի ասեմ սեր եւ սրբություն։ Այս է եկեղեցվո փառքը, այս է եկեղեցվո գեղեցկությունը։ Լավոդիկեի եկեղեցին գույր էր, անոր համար գսե թեղտիր աչքերուդ, պատմականորեն Լավոդիկեի քաղաքը աչքի գաթիլքի կորձարան ուներ, սրվակներ ուներ, որում մեջ շատ արժեքավոր աչքի գաթիլներ կար։ Քրիստոս գսե քո աչքերուդ թեղտիր, որովհետև այս եկեղեցին քրիստոնեական տեսություն չուներ, տեսնելու հոգիներու փրկության հունցքը, փրկության եւ ավետարանչության միջոց ըլլալ, հոս երեք բառ պիտի կործածեմ, առանց քայքավության, առանց բռնապետության եւ առանց վաճառականության։ Եկեղեցին պիտի չի իշխե մարդկանց վրա։ Եկեղեցվո ծառայությունը բիզնես պիտի չի ըլլա։ Եկեղեցվո ծառայության մեջ քայքավություն լինելու չէ։ Այսօր ամբողջ աշխարհ քայքաված է եկեղեցականներու ծառայությունը։ Մենք եթե այս օրերուն նոր գարկ ու բաներ լուրերեն գլսենք, բայց դուրսը ամեն դեղ շատ կա։ Հին ուխտենը սկսյալ ցավոք սիրելիներ։ Լավոդիկեի եկեղեցին թշվարական եկեղեցի մներ։ Ինքը իր ուժը փողի մեջ, տրամի մեջ կտեսներ, բայց սիրելիներ Քրիստոսի եկեղեցվո օգնականը, օգնությունը Սուրբ Հոգին։ Այս օրերուն հոգևոր երկմգայի շատ մտիկ դնեմ։ Իմ օրհնությունը դերևից է։ Իմ օգնությունը դերևից է։ Իմ դերը դերևից է։ Նյութականով չէ սիրելիներ եկեղեցվո զորությունը, գիտությունով չէ եկեղեցվո օգնությունը, եկեղեցվո զորությունը Սուրբ Հոգիով է։ Այսօր եկեղեցին շատ բան կրնա անել։ Կճանչնամ համայնքներ, ունին եկեղեցի, ունին դպրոց, ունին հիվանդանոց, ունին աստվածաբանական կեմարան, ունին երաժշտանոց, ունին մարզական դաշտեր։ Դերը օրհնելով օրհն։ Բայց սիրելիներ, եկեղեցին չի կրնա դնել այն ինչ որ Սուրբ Հոգին դնել։ Արդյոք այսօր եկեղեցվո մեջ երևում է Սուրբ Հոգին։ Սիրելիներ, արդասուքով գսեմ ձեզ, եթե մեր եկեղեցվո մեջ Սուրբ Հոգին չկործե, վայ է մեզ։ Չլա եւ չլա եւ չլա թե մենք Սուրբ Հոգիի գործին առջև փոչընդոտ տնենք։ Քույրեր, եղբայրներ, եկեղեցվո մեջ գործողը Սուրբ Հոգին է։ Ամենահամես պայմաններում մեջ երբ Սուրբ Հոգին գործե, հոգիներ կփրկվի։ Ամենափառավոր պայմաններում մեջ երբ Սուրբ Հոգին չգործե, մեկ հոգի չափ աշխարհեր։ Եկեղեցին օրհնություն չլար։ Այսօր Հիսուս Քրիստոս Լավոդիկեի եկեղեցու արիք կուտավ, որ ապաշխար է, հստակ թիվուկ դերադառնալ Քրիստոսի խոսքին։ Ոչ երկմիտ, այսինքն մարդկային եւ քրիստոնեական միտքը իրարու հետ միքս չի գտնարելա։ Եկեղեցու սկզբունքը աշխարհի նյութենական, գուսակցական, մարզական կանոններուն չի հետևի։ Եկեղեցին գործե սիրելիներ միայն եւ միայն Քրիստոսի մտքով։ Եկեղեցու մեջ դիրելու չէ հարանվանության հոգին։ Մենք արաքելական ենք, մենք կաթողիկայ ենք, մենք ավետարանական ենք, մենք այսպես ենք,
Եվ մենք մեզ ավելի քերատասեր ենք, ոչ սիրելիներ, աս 7 եկեղեցիներուն Հիսուս կնայի իր աչքով եւ ուզե բոլորը իրեն ընդունելի ըլլան։ Դարբեր քաղաքներ, դարբեր պայմաններ, դարբեր վիճակներու մեջ, բայց այսօր Հիսուս Քրիստոս աս եկեղեցիներուն գհրավիրե շնորհքի գհրավիրե։ Ցավոք սիրելիներ, մենք իրարու ընդունելու դժվարություն ունենք։ Քրիստոս աս եկեղեցու կներկայացնե իր խոսքը, հագնելու իր պատմուջանը, քրիստոնեական կենցաղավարությունը, հագնելու ծառայի պատմուջանը, սիրով եւ սրբությամբ, առանց մեղադրանքի եւ առանց վաճառականության։ Թող Քրիստոսի ակնապուժությունը, թող Քրիստոսի արյան դատիները սրբե մեր աչքերը եւ մեզ լուսավորե Սուրբ Հոգիով, լուսավորե մեր մտքերը, որովհետեւ մենք տեսնենք Քրիստոսի շնորհած դեսիքները եւ հայտնությունները։ Եթե հարցնենք Պողոս Արաքյատուն Եփեսոսի եկեղեցու համար ինչ գաղութես, կսեգաղութեն որպես աս եկեղեցու միտքը լուսավորվի Սուրբ Հոգիով ունենան հայտնություն եւ գիտություն։ Եվ երբ կուզեմ սիրելիներ այսօր աստվածքամը ամփոփել, մենք կտեսնենք, որ Հիսուս Քրիստոս Լավոդիկեի եկեղեցու մեջ ներկա չէր։ Մենք հայտնություն 3-րդ գլխում 20-րդ համարը շատ կգարտանք, պատկերները շատ կտեսնենք, որ Հիսուս կսե ես դուրս գայներ եմ ու թուրը կթագեմ։ Եթե մեկը ինձ այնս լսե եւ թուրը բանա ներս կմտնեմ եւ անոր հետ ընտրիկ կնեմ, անալ ինձի հետ։ Այս խոսքը առաջի անգամ Լավոդիկեի եկեղեցին լսեց։ 2000 տարիներ առաջ Հիսուս կներկայանա այս եկեղեցու եւ կսե ես դուրսն եմ, բայց եկել եմ թագելու քութուրդ, փաթ սիրտդ։ Եգուր մտնենք ինձի ճանապարհ դուր, քեզի հետ ընտրիկ կնեմ, հաց ուտենք, խոսենք, երկար նստենք։ Առաջի անգամ այս խոսքը Լավոդիկեին եկավ։ Ճանչնանք Քրիստոսի շնորհքը, ընդունենք Քրիստոսի շնորհքը, լեցվենք Քրիստոսի շնորհքով, ապրենք շնորհքի փառքը։ Տեսեք սիրելիներ, շնորհքի փառքը երկու բան է։ Նախ ընդունիր, որ Տերը պատրաստ է քեզ ներելու։ Ընդունիր։ Ինքզինքիդ ները եւ ընդունիր, որ Հիսուս պատրաստ է քեզ ներելու։ Այս եւ երկրորդ ներում արձակե։ Ընդունիլ ներումը եւ դիմացինի ներում արձակե։ Նոր գդագարանի մեջ, Հիսուսի ավետարանի մեջ ամենի շատ հիշված բառերը մի շնար, մի կողնար չէ, սուտ մի խոսիկ չէ։ Ասում ամենի շատը չեն, ներել։ Ընդունենք ներումը եւ ներենք սիրելիներ։ Այս եկեղեցին սիրելիներ, Լավոդիկեի եկեղեցին փնտրում էր երկրավոր փառք, երկրավոր բադի, համբավ, անուն։ Այսօր եկեղեցիներ կան իշխանություն ունի։ Հալեբի մեջ մի եկեղեցի կար, որ վավերական էր, մեծ էր, համբավ ուներ։ Մի օր եկեղեցվո կողքը մայթին վրա ուզեց գրիշ քաշել, որ ներքևը օգտագործե, ծածկ ուզեց տնել։ Քաղաքապետարանը եկավ եւ ասավ, թե հրածը խախտում է, կագեցեք, վերացրեք։ Հովիվը ասավ ոչ։ Քաղաքապետը ասավ, խնդրում եմ,
խախտում եք, օրենքի դեմ խախտում եք, վերացրեք, ոչ սա։ Քաղաքապետը սա մի ստիպեր, որ տրակտորը բերեն, հոս կաթրպիլարին, որ մենք կաթրպիլար գսենք, Հայաստանի մեջ տրակտոր գսենք, որ տրակտորը բերեմ և ուժով վերցնեմ։ Հոբիբը սա քեզի կնգարահանեմ, ու ըրացეთ։ Եվրոպա, մագի ժողովին ուղարկեմ, և գսեմ, Սուրիայի մեջ բեդությունը եկեղեցի է կանտում։ Քաղաքապետը լսեց այդ սպառնալիքը, որովհետև արձագանքը պիտի հասնի նախագահական պալատը։ Եվ Եվրոպա նախագահին պիտի ասե, որ ինչ դուք եկեղեցի կկանտեք, աս ինչ նկարահանում է։ Քաղաքապետը հրաժարվեցավ։ Ասի եկեղեցական վարմունք է։ Ասի եկեղեցական վարմունք է։ Հրացը խախտում է։ Բայց դերը ետքը այդ հովիվին խոսեցավ։ Այնպես մի եղավ, հանգարց ինքան տեսավ, թե մեկ երեխայի խփեց ավտոյով։ Ինչ մեծ խնդիր պիտի եղներ։ Դերը գսե ես իմ սիրածս կանանտիմանեմ ու կխրադեմ ամեն որտի զորմունք ունիմ։ Ես հատվածի մեջ են աս օրինակները գտենեմ։ Երեխան ոտքի ելավ, վազելով դունը գնաց։ Եվ այս հովիվը թադարան են, այրանքին վճարել են, խայդարագուտել են, պրգբա։ Վերջի եկավ հալել կանտեց, որտև սկաց, որ ինքը իր ունեցած թիրքը կբարդատրել, որ քաղաքապետին մնա։ Ինքը, որ իր ցերկերովը դեղատրած էր, իր ցերկերովը կանտեց։ Աս եկեղեցին սիրելիներ, փառք է փնտրում, փառք, թիրք, ոչ ոք մեզ չի կարող մոտենալ։ Մեկ հատ երացայինը կվերցնեմ, ամեն ինչ կլուծվի։ Հիսուս աս եկեղեցվո ասավ, ապաշխարի, սրդիդ թուրը բաց, ինձի հետ ընտրիքր է, և դես ես կեզի ինչ կուտամ։ Ամենամեծ խոստումը, օրհնությունը աս եկեղեցվո եկածին։ Անոր կհաղթե, ինձի հետ իմ աթորս պիտի նստի։ Ով լավոտիգեի եկեղեցի, ինչ է պնդրած, աթոր, թիրք, անոն, իմ աթորս կեզի։ Երկնային աթորը, մնային և հավիդենական աթորը։ Ինչպես ես ալ հաղթեցի ու իմ հորս աթորը նստած են իր հետ։ Եթե մենք Քրիստոսի աշակերտ ենք, այսօր ընդունենք Քրիստոսի պատգամը, ընդունենք խոնարհությամբ և քալենք մեր փրկչին հետքերով։ Լավոտիգեի եկեղեցվո մեջ խոնարհություն չկար։ Դերը զինքը գանչե ապաշխարության և խոնարհության։